Տիկին Գալյան մի քանի ճշտող հարց սահմանադրության ընդունման հետ կապված ձեր ասացներից, հետո արդեն գլխավոր հարցս կհնչեցնեմ։ Անկախության վարչակարգի մասով ասացիք, որ դեռ քննարկումը չի եղել եւ նաեւ չհստակեցրեցիք երբ կլինի։ Սա նշանակում է, որ տեքստը մշակող մարմինը արդարադատության նախարարությունը այս պահին դիրքորոշում չունի հանել հռչակագիրը, թե թողնել այնպես ինչպես կա։ Եթե դիրքորոշում դեռ չի ձևավորվել, ապա ինչ հանգամանքների բերումով եւ ոնց է այն ձևավորվելու։ Ես կրկին նկատի ունեմ տեքստը բուն գրողներին եւ նաեւ ձեզ։ Մյուս հարցը դուք ասացիք, որ տեքստը պատրաստ կլինի մարտին։ Ես ճիշտ եմ հասկանում, որ նկատի ունեք տեքստը ամբողջությամբ նաև խորհրդով հաստատված կլինի եւ ավարտված կլինի այսքան ամբողջ process-ը, թե տեքստը պատրաստ կլինի, բայց խորհրդում քննարկումները կշարունակվեն։ Սա հստակեցրեք նաև մի հարց կապված, որ ասացիք քննչական մարմինները համաձայնություն կա, գուցե սխալ եմ։ Հա, դուք ասացիք, որ գործադիրի կազմում նրանց ներառելու քննարկվել է, այդ մասով այսինքն մերժվել է, դա դուրս է։ Ես պարզ եմ խոսում ես։ Չեմ հիշում ուղղակի քննարկությունը քննարկվել է, բայց դեռևս որոշում չկա, ինչ ճանապարհով եք գնալու։ Շատ լավ, գործադիրի կազմում, եթե ամեն դեպքում նախարարության դիրքորոշումը որն է, այսինքն տեքստը կարծես թե այդ մասով գրված է, որն է, այսինքն գործադիրի կազմում պետք է լինեն քննչական մարմինները, թե ոչ, եթե այո, ապա ինչ հիմնավորմամբ, սա արդյոք չի նշանակում, որ նվազեցնելու փոխարեն ընդլայնվելու է վարչապետի կառավարության լիազորությունները անկախ համարվող այս մարմինների վրա եւ մյուս գլխավոր հարցը նոր սահմանադրություն ընդունելու հիմնական եւ առանցքային պատճառը, որ ձևակերպվել է, դա լեգիտիմության խնդիրն է, որ այս եւ մնացած բոլոր սահմանադրությունները ստեղծության կառավարության պնդմամբ, վարչապետի պնդմամբ ունեցել են լեգիտիմության խնդիր։ Հիմա այս սահմանադրությունը գրվում է մի պայմաններում եւ ընդունվում է մի պայմաններում, երբ առնվազն քաղաքական ուժերի ներկայացուցիչները բոյկոտել են խորհրդում աշխատանքները, չեն մասնակցում այդ աշխատանքներին, ավելին այդ դաշտում, ընդդիմադիր քաղաքական դաշտում կա կոնսենսուս, որ այս սահմանադրությունը գրվում եւ փոփոխվում է Ադրբեջանի պահանջով, սա արդյոք չի նշանակում ձեր գնահատմամբ, որ այն սկզբանե արդեն լեգիտիմության խնդիր ունի եւ դրա լեգիտիմությունը արդեն իսկ դրված է կասկածի տակ եւ դուք նկատի ունեմ կառավարությունը թիմին ինչպես եք պատրաստվում հանրությանը համոզել, որ այս պնդումը, որ նաև քաղաքական ուժերն են անում իրականության հետ կապ չունի, այն դեպքում երբ պատրաստվում եք անել, այսինքն առնվազն վարչապետը հայտարարել է, որ անկախության հռչակագիրը պետք է չլինի նոր տեքստում, այսինքն ստեյության արվելու է այն, ինչ Ադրբեջանն է նաև ցանկանում։ Ինչպես եք այս հարցում մարդկանց համոզելու, որ դա Հայաստանի ներքին օրակարգն է եւ ի վերջո սա չի դրվելու արդյոք կասկածի տակ նաեւ հանրության կողմից։ Ուզում եմ նշել, որ սահմանադրության կամ իրավական փաստաթղթի լեգիտիմությունը միակ կրիտերիայով, որ գնահատվում է, դա հետևյալն է. պետք է երաշխավորված լինի պրոցեսի իրավականությունը։ Սահմանադրության հետ կապված լեգիտիմության մասին մենք կարող ենք խոսել, եթե ապահովված է սահմանադրության ընդունման իրավական ընթացակարգը։ Այսինքն դա նշանակում է, որ սահմանադրությունը պետք է ընդունվի ժողովրդի կողմից ազատ եւ արդար ընտրությունների միջոցով եւ պետք է սահմանադրությունը նորից ակրկրում ընդունվի ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից, որպեսզի ժողովրդի եւ պետության միջեւ օրգանական կապը երաշխավորվի։ Այս դեպքում մենք կունենանք լեգիտիմ սահմանադրություն եւ հիմիկվա process-ը նկարագրելով ու ասելով, որ ընդդիմադիրները բոյկոտում են, չնայած նրանք տեղ ունեն գալու է զբաղեցնելու խորհրդում ու չեն գալիս,
երբեք չի կարող նշանակել, որ process-ը ոչ լեգիտիմ է, կամ մենք խնդիր ունենք համոզելու, որ process-ը լեգիտիմ է։ Լեգիտիմ է process-ը այնքանով, որ դա բավականին անհավանական աստիճանի ներառական է։ Ներառական է ինչու, որովհետև խորհրդի նիստում տեղ են հանգացված կառավարությունից ու ազգային ժողովի իշխող խմբակցությունից բացի արդեն նշեցի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների եւ նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Այսինքն սահմանադրության տեքստը մշակվում է կամ կարգավորումները ընդունվում կամ հաստատվում են այդ ներառականությունը ապահովված խորհրդի անդամների կողմից։ Իսկ ինչ վերաբերում է թվում սահմանադրության լեգիտիմությանը, ուզում եմ նորից կրկնել, որովհետև անչափ կարևոր է, որ սահմանադրությունը հանդիսանալով յուրահատուկ պայմանագիր ժողովրդի միջև, այսինքն մարդկանց միջև, մարդիկ որոշել են, որ պետք է ունենան հիմնական կարգավորում, դա սահմանադրությունն է, պետք է լիովին հասանելի լինի եւ թափանցիկ լինի ժողովրդի համար եւ հասկանալի լինի կոմունիկացիայի տեսանկյունից եւ վերջում ապահովի եւ երաշխավորվի, որ իրենք գալու են մասնակցել արդար եւ ազատ ընտրությունների եւ որոշի ունենան սահմանադրություն նոր, թե չունենան։ Էսա լեգիտիմություն, ոչ մի երևույթ լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության հետ կապ ունենալ չի կարող։ Անկախության հռչակագրի հետ կապված մենք համոզելու խնդիր չունենք որևէ մեկին։ Ներքին օրակարգն, արտաքին օրակարգ, մեզ չի հետաքրքրում երրորդ երկրների պահանջ, ցանկություն, հուզմունք կլինի, ընդհանրապես չի հետաքրքրում։ Բազմաթիվ անգամ նշեցնել են, որ սահմանադրության հետ կապված աշխատանքները սկսվել են հեղափոխությունից հետո, այո, ոչինչ չունենք համոզելու, որ դրա մասին չի խոսքը, որովհետև պատմությունը համոզիչ է արդեն։ Մենք աշխատանքները սկսել ենք 2018 թվականից, երբ դեռ պատերազմը չկար, եւ մի հատ բան է, որ ես հիմա կասեմ, մեր այն օրակարգն է, որով որ մենք առաջնորդվում ենք, եւ դա հետեւյալն է. խաղաղությունը, բավականին ծանր գնով ձեռք բերված խաղաղությունը պետք է փայփայել եւ Հայաստանի զարգացման համար ունենալ հստակ պլան, որը իր արտացոլումն անելու նաեւ սահմանադրության համապատասխան։ Սա պետք է հաշվի առնեն քաղաքացիները իրենց որոշումը կայացնելիս։ Իսկ ինչ վերաբերում կոնկրետ բովանդակային առումով անկախության հռչակագրի հողում կատարել չկատարելուն, կրկնում եմ, հարցը դեռևս չի քննարկվել։ Հենց քննարկվի, ես չեմ կարող դիրքորոշում հայտնել այն պայմաններում, երբ առհասարակ չի քննարկվել։ Տեսեք, նախորդ հարցի հետ կապված քննչականների առումով ես ասացի, հարցը քննարկվել է հնարավորության տեսանկյունից, բայց դեռևս որոշում չկա։ Այս հարցը առհասարակ չի քննարկվել։ Եվ իրականում մենք մեր աշխատանքները կազմակերպում ենք այնպես, որ ներածությունը երևի կտրվում վերջում խմբագրելուն, հիմա աշխատում ենք մարդու իրավունքների գլխի վրա, առանձին իրավունքների քննարկում ենք նաև շահագրգիռ գերատեսչությունների հետ, օրինակ առողջապահության իրավունքը, շրջակա միջավայրի բնապահպանական իրավունքը, մեր գործընկերների հետ ենք քննարկում քաղաքացիության ինստիտուտը քննարկենք ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ եւ մեր աշխատանքները ոչ տեսանելի, բայց բավարար չափով ինտենսիվ են, նույնիսկ չափից դուրս ինտենսիվ են եւ սա անում ենք դրա համար, որ հնարավորինս շուտ պատրաստ լինենք բացել տեքստը հանրության համար, որպեսզի կրկնում եմ նորից ոչ մի մութ հարց չունենա եւ բոլոր պատասխանները սրանը դրված լինեն։ Քննչականների մասին այո, հիմա կպատասխանեմ հիշում եմ։ Ես միշտ ասել եմ, որ տեքստը պատրաստ կլինի եւ դա երբևէ չի ընդհանրել, որ խորհուրդը հաստատած կլինի տեքստը։ Խորհրդի հետ քննարկումները կփորձեն կազմակերպել այնպես իհարկե, որ քվեարկությունը լինի տեքստի հետ կապված, բայց եթե չլինի, հոգ չէ, մենք խորհրդում աշխատանքները միաժամանակ կշարունակենք եւ կամփոփենք։ Քննչականների մասին որ պատասխանեցի, դուք ասացիք գործադիրի կազմում լինել ինչքանով կարող է հիմնավորված լինել կամ չլինել։ Գիտեք, եվրոպական միջազգային փորձը ցույց է տալիս, որ չկա մի զարգացած երկիր, իրավական համակարգի տեսանկյունից զարգացած, որտեղ քննչական մարմինները անկախ են, դա ավելի հատուկ է պոստսովետական ցնցումային փուլում գտնվող պետությունները։
post-սովետական երկրներում կտեսնենք միայն, որ քննչական մարմինները անկախ են, իրականում այդ որոշումը, եթե լինի, շատ լուրջ որոշում կլինի, որովհետև ձեր հարցադրումները տեսեք մեծ մասը ուղղված են քաղաքական իշխանությանը ու պահանջներ են ենթադրում քրեական գործերի քննության արդյունավետության հետ կապված, այդ կարգավորման պարագայում պատասխանատուն իրականում կլինի։ Կարող է հիմա մեր ձեռքերը կապված են, մենք գնահատական չենք կարող տալ, չենք կարող պարզաբանել, մենք որովհետև տեղյակ չենք։ Իսկ հակառակի դեպքում արդեն ինձ է դուք հետևություններ կանեք, թե ինչ կարող է լինել, բայց ուզում եմ կրկնել, որ որոշում այս հարցով դեռ չկա կատարված եւ ուսումնասիրությունները շարունակվում են։ Տիկին Գալյան, եթե լինի, կլինի կառավարության ենթակա, թե վարչապետին։ Չկա դեռ որոշում կայացած։ Բայց դա չի ընդլայնի լիազորությունները։ Չկա որոշում։ Չէ, դիրքորոշումը մարդին ինչ ում լիազորություն։ վարչապետի կարող լինել վարչապետի կառավարության եթե կլինի։ Դա կընթադրի, որ ապացուցողական գործընթացը, սև գործը, մոտամուտ այդպես ասեմ, այդ չարքաշ աշխատանքը պատասխանատվություն կունենա անելու գործադիրը ու ավելի մեծ շահագրգռվածություն կունենա անելու ու պետք է հաշվի առնել, որ դատախազությունը պետք է լինի հստակ կերպով անկախ, որպեսզի հսկողությունը իրականացվի նախաքննության նկատմամբ շատ արդյունավետ կերպով։ Եվ դատարաններն իհարկե այլ սկզբունքներ կարող ունենալ, պետք է լինել անկախ։ Ինչ կարճ ճշգրտում է, որ ճիշտ ձեզ հասկանում, սա նախարարության առաջարկն է։ Չէ, որովհետև դուք մի ժամանակ արդեն մենակ եք խոսում, կներեք, չէ։ Լավ կպատասխանեմ, նախարարության ուսումնասիրությունների արդյունքում խորհրդում բարձրացված հարցերի պատասխան, այսինքն խորհրդի անդամները, ես նախորդ թիվին նշեցի, որ որոշ անդամներ այս կոնցեպտի կողմ են արտահայտվել, նույնիսկ առաջարկել են, որ մենք ենք գնանք այդ ճանապարհով։